մի օր փողոցում հանդիպեց, ես էլ շատ շտապ մեկնում էի նկարահանումների, այդ ժամանակ ես նկարահանվում էի, այդ Կարինե ֆիլմն էին նկարահանում, այդ վերջը ես ասի, ես չեմ կարող, ես 15 օրով գնում եմ քաղաքից, այնպես որ ասեց, դե ասեք, երբ կլինեք դուք այստեղ քաղաքում, մենք հանդիպենք, ես ուզում եմ ձեր պորտրետ նկարեմ, ասի, եթե ես գամ քաղաք, իսկ ես չեմ սիրում մարդկանց ինչ-որ խոստումներ տան, կոտրատվել և այլը, ես ռուսերեն ասած չոտկի մարդ եմ, ասի, այս ինչ-որ ես կգամ քաղաք, ինքը ասեց, դե ասեց, որ ժամին, ես ասեցի, որ ժամին ուզում եք, ասեց դե ժամը 7-ին երեկոյան, հենց այս տեղում, եթե դենց պատկերացնում եք Երևանում մի հատ լավ ծաղիկի խանութ կար, հենց Մոսկովյանի անկյունում միակ լավ ծաղկի խանութներ, ասեց այստեղ, այնտեղ էլ բան կար, ժամացույց կար միշտ, միշտ եղել է այդ ժամացույցը, ես ես պատմում եմ շատ հեռու, հանդիպեցիք 60-ական թվականների պատմություն, դա 66 թիվներ, բայց հանդիպեցիք, նկարեց ու սիրահարվեցիք, այո, ինքը ինձ նկարեց, ես էլ շատ մենպես մտածում էի լավ և ժամադրեց նորից, ասեց, այստեղ հանդիպենք, բան, ասացի լավ, եղավ, ասի դե ուրեմն այսինչ օրը ժամը 7-ին, հենց այստեղ, ես 7-ին եկա, տեսնեմ ինքը նստած է ծաղկի խանութի դռանը, արդեն սպասում է ինձ, ու որ մոտեցա, ասեց, շատ ընկերուհիներ եմ ունեցել, բայց ասեց, զարմացրեցիր դու ինձ, քո պունկտուալությամբ, որովհետև հենց ժամացույցը եկավ է 7-ին, ես այնտեղ էի, ես ասում եմ, ես չեմ սիրում ինչ-որ, ու հետո ես ոչ մի ուրիշ միտք չունեի, որ կարող է ինքը ինձ, ասցին դե նկարիչ է, որովհետև շատ մինչ այդ նկարիչներ մոտեցել են, խնդրել են, որ պորտրետ նկարեն և Երբ հասկացաք, որ միտքը ծուռն է, Տիկին Անժելա, որ պահից հասկացաք, որ արդեն գործերը ուրիշ ուղղությամբ են գնում, ինքը շատ նաստոյչիվ է, ինձ, հա, իմ մայրական տունը օպերայի մոտ է, ինքը գալիս էր ինձ օպերայից վերցնում էր, ուրեմն մեզպես մեծ պտույտ էր անում, բերում էր մամայինց ստուն, հետո գնում էր իր այն ժամանակ իր արվեստանոցը, Քանի տարի եք համատեղ միասին ապրել, Երջանիկ։ Մենք ուրեմն 71 թվից 71 թվին փետրվարի 21-ին մենք ամուսնացանք։ Իրեն հետ ապրել եմ մինչև իրեն մահը, իսկ ինքը մահացավ 2014 թվին, մեկ ուրիշ պայման կար այդտեղ, որ ինքը
ինձանից 18 տարով մեծ էր ոչ մեկը չէր հավատում որ մեր ընտանեկան կյանքը այդքան երկար կտևի բայց ամուսինս քանի որ մենք ապրում էինք ամուսին դա իրեն հայրական տունն է Սարյան փողոցի վրա եւ մենք որ ամուսնացանք հարևանները մեր Սարյաններն էին Կոլոզյաններն էին նկարիչներն էին հիմնականում դերասանները այդտեղ ապրում եւ այլ ոնց որ այդ ամբողջ թաղամասը այն կորիզներ մտավորականների մեծ մասը այդտեղ էր ապրում հենց Սարյանի դուստրիկը թորնուհին Կատարինեն առաջի ամուսնուց բանի կոմպոզիտորի առաջի ամուսնուց մեծ դուստրը ինձ հետ ուսումնարանում համակուրսեցինք արդեն եւ այնպես ստացվեց իսկ ամուսինս էլ դե ժամանակին մեր նկարչական ակադեմիան դա գեղարվեստա թատերական էր կոչվում այդ ինստիտուտը ուրեմն իրեն ընկերները մտերիմ դերասաններ էին ուրեմն մեր արվեստանոցում հավաքվում էին Խորիկա Աբրահամյան Ֆրունզիկը Մկրտչյան որը իրեն հետ նույն կուրսում էին սովորում Ֆրունզիկի կինը որը որ հիվանդացավ հետո եւ այդտեղ հավաքվում էին Ֆրունզիկ Դովլաթյաններ, որը երիտասարդ այն ժամանակ 70-ական թվականների Բոհեմական կյանք իրեն առաջի ֆիլմի համար որ բարև ես եմ իրեն առաջի ֆիլմն էր գեղարվեստական որ նկարեց գալիս էր այնտեղ խոսում էին անենքան ասում էր բերել էր Ռուսաստանից երիտասարդ այն ժամանակ Մարգարիտա Տերիխովային էր բերել գլխավոր դերերի համար ու այդպես պատկերացրեք որ այդ ամբողջ էլիտան սևակը բարույր սևակը գալիս էին մեր արվեստանոցում նստում էին անընդհատ դե այդ 60-ական թվականներ ինչ էր պետք աղջիկներով հավաքում էինք մեկս մի սալատ էինք պատրաստում մյուսը մի բան էինք թխում եւ այլը նստում էինք ու ժամերով արվեստը բոլոր ոլորտները այն որ ասում են ոսկորները լվանում էին